Պոլիպները ժամանակակից մեթոդոլոգիայի, ալոպաթիկ մեթոդոլոգիայի մեջ բժշկություն չունեն։ Հիմնականում դրանք վիրահատությունն է, այսինքն այդ մեթոդոլոգիան առաջարկում է վիրահատություն, որը համարվում է սիմպտոմատիկ բուժում և որի հետևանքները ժամանակի հարց է, բայց հետևանքները անխուսափելի են։ Եվ կարող են և նորից աճել նույն պոլիպները, կարող են ավելի շատ աճել և կարող են լորձաթանակների հետ խրոնիկ բորբոքում առաջանալ, խնդիրներ առաջանալ։ Նույնը վերաբերում է և քթի խորոչում, այսինքն քթի միսը, որ ասում են դա պոլիպն է, երբ հեռացնում են նորից նույնը աճում է կամ լորձաթանակների բորբոքում է առաջանում, խեցիների խնդիրներ են առաջանում։ Կանացի պոլիպները հեռացնելուց նորից ավելի շատ են գալիս, ավելի ագրեսիվ ձևով կամ առաջանում են նորից լորձաթանակների խրոնիկ բորբոքումներ, ընդհուպ մինչև ծանր հիվանդություններ։ Գործնականում շատ դեպքեր կան, երբ պոլիպները հեռացնում են դեղապարկի, այսինքն դեղապարկն են հեռացնում պոլիպների պատճառով, պոլիպներն են որոշ ներքին օրգաններ, նույնը վերաբերում է դեղապարկը հեռացնելուց հետո առաջանում է քաղցկեղ լեղածորանների և այդպես շարունակ, այսինքն պոլիպը հեռացնելով կամ ախտանի շրջան շլելով հիվանդություն դուրս չի գալիս, քանի որ պոլիպը դա հիվանդության հետևանք է, այլ ոչ թե հենց հիվանդություն։ Օրգանական փոփոխությունը դրանք հիվանդության հետևանք է։ Ժամանակակից մեթոդոլոգիան չունի բժշկման միջոց, այնինչ հոմեոպաթիկ մեթոդը արդեն 200 տարուց ավել է պոլիպները բժշկում է շատ արդյունավետ, այսինքն դեղորայքային մեթոդների մեջ հոմեոպաթիկ մեթոդը դեռևս կարելի ասել միակ մեթոդն է, որը բժշկում է հիվանդությունը և իրականում պատճառը հեռացնելով պոլիպները սովորաբար կամ ներծծվում են, այսինքն մինիմում աճը կանգնում է և սկսում են ներծծվել փոքրանալ ժամանակի ընթացքում, ընդհուպ մինչև անհետանալ, նայած ինչ հիվանդություն է եղել, ինչ չափի են պոլիպները և ինչ սիմպտոմատիկ ճնշման են ենթարկվել, այսինքն լինում է, որ մի անգամ վիրահատում են, նորից է գալիս, դա ավելի դժվար է բժշկում, քան այն պոլիպները, որոնք վիրահատած չեն եղել և այդպես շարունակ։ Ալոպաթիկ մեթոդը ոչ մի առաջարկ բժշկման չունի, այսինքն չունի ոչ մի միջոց, ոչ կարող է առաջարկել, ոչ ունի միջոց և պացիենտները շատերը գնում են ավելի հետագայում բարդության և դիմում են վիրահատման։ Վիրահատությունը ինքը իրենով բժշկման միջոց չէ, այլ շատ դեպքերում պալիատիվ միջոց, եթե այլընտրանք չկա, բայց ոչ միշտ է դա ճիշտ և ոչ միշտ է պալիատիվ միջոց օգնում։ Տվյալ պարագայում պոլիպների դեպքում միակ ճանապարհը պատճառը հեռացնելն է, որից հետո իրենք փոքրանում, ներծծվում և անցնում են։ Եվ նորություն կրկնում, մինիմում աճը միանգամից կանգնում է, այսինքն ավելի բարդություններ չի ունենում պացիենտը և հետագայում արդեն ներծծվում են։ Հոմեոպաթիկ մեթոդին դեռևս այլընտրանք չկա դեղորայքային մեթոդների մեջ պոլիպները արդյունավետ բուժելու, այսինքն հիվանդության ավելի ճիշտ պատճառը գտնելու և բուժելու համար։ Պոլիպները այդ դեպքում շատ արդյունավետ հեռանում է, այսինքն բժշկումը գնում է արդյունավետ։ Նորից եմ կրկնում, վիրաբուժությունը կարճատև արդյունք է ունենում, իսկ երկարատև առումով ավելի է բարդացնում խնդիրը։ Նրանք, ովքեր ցանկանում են բժշկել պոլիպը, պետք է խելացիորեն գիտակցել, թե
վիրահատությունը ինչ արդյունք է բերում եւ վիրահատությունից հետո ինչ պտուղներ պիտի քաղի եւ պետք է սովորաբար խելացի բժիշկը եւ խելացի պացիենտը փորձում են հեռացնել պատճառը, ազատվել պատճառից եւ ոչ թե ճնշել ախտանիշը։ Առողջ եղեք։